Սրբազան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Էջմիածնում հոգևոր հավաք է տեղ ունենալու եւ իրենք գալու են Վեհարանից, ինչպես 2018 թվականին իշխանափոխություն արեցին, նույն կերպ հեռացնելու են Վեհափառին։ Դուք ինչ դիրքորոշում ունեք, դուք որ կողմում եք լինելու, բարիկադի այն թե այս կողմում, դուք պաշտպանելու եք Վեհափառ Հայրապետին, թե ոչ։ Այդ հայտարարությունները այսօրվա վիճակով երբեմն դրական, երբեմն մերժողական, երբեմն հաստատական, երբեմն կասկածական, երբեմն լինելու են, երբեմն չեն լինելու արտահայտության ձևերով են, մինչև հիմա։ Երբեմն ասում է լինելու է, երբեմն ասում է չի լինելու, երբեմն ասում է, որ դա ընդամենը աղոթքի համար է լինելու։ Ես չեմ կարող այս պահին ենթադրել, գուշակել եւ պատասխանել։ Այսինքն դուք համաձայն եք, որ Վեհափառ Հայրապետը դուրս բերվի այստեղից։ Ես չեմ կարող պատասխանել։ Եթե դուք ուզում եք այդպես ասել, կներեք դուք հստակ չեք ասում ոչ, ո՞նց եք վախենում, որ չեք ասում ոչ։ Ես չեմ ասում այո կամ ոչ։ Հիմա մեզ ասենք ուզենք ձեր խմբագրին հանենք, մենք ասենք ոչ։ Ես ասում եմ, չենք վախենա։ Դուք չեք լսում հարցը։ Ձեր մտքի մեջ ձեր հարցերն են եւ ձեր ուզած պատասխաններն եք ուզում։ Այս լրագրողին ընդամենը հարցրեց, այդպիսի հայտարարություն է եղել եւ ես պատասխանեցի, թե այդ հայտարարությունը ինչ ձևերով է եղել։ Եթե գրանցի կոչվի այդ հայտարարությունը Դե հապերեք, լավ, նա ինչ։ Ասեք։ Նման բան մինչև այսօր դեռ չի եղել եւ հստակ չէ, կլինի նման բան, թե չի լինի։ Հիմա դուք ո՞րն եք ուզում համբերություն ունեցեք։ Համբերություն ունեցեք։ Ես հուսամ, որ նման լարում ծայրահեղ վիճակ չի լինի եւ դա կլինի լավագույնը։ Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը մեր ազգի մեջ, ինչպես որ Վազգեն կաթողիկոսն էր ասում, ամենից առաջ պետք է հիշենք, որ մենք նույն ազգի հարազատ զավակներն ենք։ Արդյոք հնարավոր չէ գտնել լուծումներ։ Արդյոք հնարավոր չէ գտնել լուծումներ, որպեսզի այդ տեսակ լարվածությունները ձեր մեջ, տեսել եք Փաշինյանին, հարցնեիք, մոտիկից տեսել եք։ Նաև ձեր մեջ նման լարվածություն չլինի։ Կներեք մենք այս երկրի քաղաքացի ենք, Սրբազան Հայր, հիշում եք։ Ձեր երազանքը։ Համբերեք։ Ես կարծում եմ եւ իմ եւ մեր ժողովրդի եւ բոլորիս երազանքն է ունենալ խաղաղ ապահով երկիր, որտեղ բոլորս ապրենք հանգիստ խաղաղ։ Ով պիտի գնա փողզիչման այս պարագային։ Փողզիչման, չգիտեմ, փողզիչում ինչ նկատի ունեք, բայց ես ենթադրում եմ, որ երկու կողմերի համար կան ճանապարհներ եւ կարող են այդ ճանապարհները գտնվել։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում, քննարկվում են այդ հարցերը, ինչպես միշտ է եղել։ Նա կոնկրետ դրել ու ասում է գալիս եմ։ Ինչպես միշտ է եղել, մեր պատմության ընթացքում նման հարցերը քննարկվել, լուծվել են ժողովով։ Մենք պատմության ընթացքում չենք ունեցել, որ երկրի վարչապետը այդպիսի բառամթերքով գնահատականներ տա եպիսկոպոսած դասին։ Այսօր այդ հերթական ժողովներից մեկն է, որը պատասխաններ պիտի որ տա։ Շնորհակալություն։ Մի վերջին հարց ու վերջ։ Գևորգ Սրբազանը իր վերջին հարցազրույցում առավոտին տված հարցազրույցում Մասյացոտնու թեմի առաջնորդը ասել է մեզ մի խառնեք քաղաքական բաներին, process-ներին։ Մենք ուզում ենք, ես կարծում եմ, որ կարելի է երկխոսության գնալ իշխանության հետ։ Եվ նա վերջին կիրակին հիշում եք պատարագին մասնակցել է եւ ողջագուրվել է երկրի վարչապետի հետ։ Հիմա դուք կարծում եք ողջագուրվել չէ, ողջույն է փոխանցել։ Ճիշտը դա է։ Գրկախառնություն չեն փոխանցում Սրբազանները։ Եվ որևէ բան չկա այդպես, որ ձևը որոշված է հատկապես։ Այդուհանդերձ դուք կողմ եք ձեր եղբայրների խոսքի համար, ազատ մտքի համար կալանավորածների։ Սրբազանը որ ասել է մենք քաղաքական հարցերում չենք խառնվում, այո, ես միանում եմ, իհարկե չեմ խառնում։ Կներեք, ժամանակին մենք ունեցել ենք այդպիսի եկեղեցական, ով Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է քաղաքականության մեջ եւ բավականին ազդեցիկ։ Այն ժամանակ հասարակությունը եւ քաղաքական էլիտան չի քննարկել նրա եկեղեցական լինելը։ Այսօր այդ ինչի հանկարծ որոշեցին, երբ որ պետականության հարցեր է դրված, ու Արցախ է փաթեթով տրվել թշնամուն, եկեղեցական իրավունք չունի խոսել։ Սրբազանի արտահայտության մասին Գևորգ Սրբազանն ասում եք այսպես է ասել, ես ասում եմ, որ ճիշտ է ասել։ Ես էլ հիշեցնում եմ ձեզ 90-ականների քաղաքականությունը։ Չկապ ունի Գևորգ Սրբազանի ասացի։ Դուք առիթ ունեցել եք զրուցել, չէ, այսօր չի կարելի ժամանակին կարելի է։ Առիթ ունեցել եք Փաշինյանի հետ առանձնազրույց ունենալ այս թեմաների շուրջ պատարագից հետո։
Կամ առաջ։ երբեք այդ առիթը չեմ ունեցել դժբախտաբար։ Նույնիսկ պատարակի ժամանակ վարչապետը եւ իր ամբողջ խումբը շտապում էին, կարծում եմ այստեղի ընտրությունների հետ կապված, եւ ստեսություն ասելուց բացի երկրորդ բառ փոխանցելու առիթ չի եղել։ Ափսոսում եք։ Չեմ ափսոսում, ասում եք, պատասխանում եմ։